Բարի վերադարձ առաջին ծրագիր շարունակում ենք մեր եթերը։ Եվ այսպես, ապրիլի 17-ին դրանում է նկարչուհի Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ Ռեգինա Ղազարյանի ծննդյան 110-ամյակը։ Ռեգինա Ղազարյանի արվեստում մեծ տեղ է գրավում Չարենցյան թեման եւ նրա պոեզիայից ներշնչված գործերը։ Ամբողջները խելագարված, ասպետական, Չարենցի վերջին ճանապարհը, հավերժություն։ Ռեգինա Ղազարյանը այն խիզախ անհատներից է, որի շնորհիվ հնարավոր է դարձել ոչնչացումից փրկել Չարենցի կյանքի վերջին շրջանի անտիպ ձեռագրերը։ Եվ այս պահին մեր տեղավորում են հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի տնօրեն Ռուզանա Բադալյանը եւ Չարենցի տուն թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Լավ։ Շատ կարևոր իրադարձություն է սպասում, հա, ապրիլի 17-ին։ Պիտի խնդրեմ մի քիչ խոսենք նախ մասին, հետո արդեն անցնենք թանգարանների գործունեության հետ կապված։ Քանի որ այս տարի դրանում է Ռեգինա Ղազարյանի ծննդյան 110-ամյակը, հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը որոշեց համատեղ ցուցադրություն կազմակերպել Չարենցի տուն թանգարանի հետ, ինչու, որովհետեւ թանգարանը իր գործունեությամբ շատ կարեւորում է միջթանգարանային համագործակցությունը եւ նաեւ թանգարանը ունի Ռեգինա Ղազարյանի աշխատանքներից ու այսպես որոշեցինք առաջարկեցի Չարենցի տուն թանգարանին, որպեսզի համատեղ ցուցադրություն կազմակերպենք եւ հանրությանը ներկայացնենք, ճանաչելի դարձնենք, թե ով է Ռեգինա Ղազարյանը եւ ինչ մեծ գործ ունի կատարած ընդհանրապես Չարենցի գործերի հանրայնացման համար։ Եվ կարող ենք նաև խոսել թե նրանց կապի մասին եւ այս ամենը ներկայացնել։ Այո, ինչպես գիտենք, Ռեգինա Ղազարյանը մեծ ներդրում ունի Չարենցի գրական ժառանգության պահպանման եւ հանրայնացման գործում եւ բնական է Չարենցի տուն թանգարանը չէր կարող չանդրադառնալ նրա ծննդյան հոբելյանական տարվան եւ դեռևս նախորդ տարի պլանավորել էինք որևէ ձևաչափով անդրադառնալ այդ կարևոր հոբելյանին եւ ինչպես նշեց գործընկերուհիս, ստացանք առաջարկ, քանի որ իրենց մոտ պահվում է Ռեգինա Ղազարյանից կտավ, մենք որոշեցինք ընդհանուր հայեցակարգ մշակել ցուցադրության կազմակերպման, որտեղ հիմնականում կլինեն Ռեգինա Ղազարյանի արվեստում ներկայացված ռուս գրողները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պիտի հյուրընկալվենք հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում եւ այդտեղ նաեւ միաժամանակ ռուս գրողների կողքին կցուցադրվի Եղիշե Չարենցի դիմանկարը, այսպիսով կլինի մշակութային կամուրջ հայ-ռուսական այսպես հարաբերությունների, բայց անդրադառնալով Ռեգինա Ղազարյանի ներդրմանը Չարենցի գրական ժառանգության հանդեպ, պիտի նշեմ, որ նրանց հանդիպումը կայացել է 1930 թվականին, երբ Չարենցը ընդամենը 33 տարեկան էր, իսկ Ռեգինան շատ ավելի փոքր, 15 տարեկան, եւ այդ առաջին հանդիպումը շատ մեծ այսպես ոգևորություն է առաջացրել թե Չարենցի մոտ, որովհետև Ռեգինան ուներ շատ հետաքրքիր արտաքին եւ նա հիմնականում այսպես սպորտային կազմվածքով էր, որովհետեւ շատ էր սիրում հեծանվավարություն եւ հերթական հեծանվավարությունից հետո նա գնացել էր հյուրանոց, որտեղ այդ ժամանակվա մտավորականությունը ապրում էր եւ նրանց թվում էր նաեւ Չարենցը, այնտեղ շատ հաճախ ինքը հանդիպում էր ունենում գրողների հետ եւ ինչու, որովհետեւ ինքը սիրում էր գրել բանաստեղծություններ փոքրիկ եւ ցույց տալ գրողներին եւ իրենցից կարծիք հայտնել եւ հանկարծ հերթական միայցի ժամանակ նա տեսնում է Չարենցին, ավելի շուտ երևի Չարենցն է իրեն նկատում, երբ տեսնում է միջանցքում Գուրգեն Մահարու հետ կանգնած, այո, մի հետաքրքիր այսպես սպորտային կազմվածքով աղջիկ է եւ այդպես մոտենում են միասին ծանոթանում իրար հետ այսպես զրուցում եւ կարծես հենց այդ օրը Չարենցը կնքեց որպես իր փոքր մտերմուհու, հա, բարեկամի եւ Ռեգինան հետագայում իր հուշերում պատմում էր, որ կարծես մինչեւ կյանքի վերջը ես մնացի իր փոքրիկ բարեկամը։ Եվ հետագայում իհարկե ինչու ենք խոսում, որ Ռեգինա Ղազարյանը մեծ ներդրում ունի Չարենցի գրական ժառանգության պահպանման գործում, որովհետև գիտենք, որ Չարենցը իր ստեղծագործությունների այսպես պահպանումը վստահել էր Ռեգինա Ղազարյանին, հատկապես այն ժամանակ գիտենք, որ բավական վատ պայմաններում իհարկե Չարենցը հայտնվեց բանտում եւ այնտեղ շապիկի վրա գրեց իր կնոջը ռուսերեն լեզվով, ինչու որովհետեւ կինը ռուսերեն էր հասկանում, որ Իզաբելա լավ պահիր երեխաներին եւ ձեռագրերիս հարցում վստահիր միայն Ռեգինային։
եւ կարծես այդ ուղերձով Ռեգինան ընդունեց եւ հավատարիմ մնաց այդ ուղերձին եւ պահեց այդ ուրեմն աշխատանքները բավական վատ եւ դժվար պայմաններում, իհարկե նկուղում, փոսփորեց տակառի մեջ մոմլաթե կտորով փաթաթեց այդ ուրեմն ձեռագրերը եւ իհարկե ինքը մտածում էր, որ գուցե 2-3 տարի կտևի այդ պահելու ընթացքը, բայց տևեց ավելի քան 17 տարի։ 17 տարի անց, երբ արդեն Չարենցը արդարացվեց, իր անունը արտահայտելը արդեն թույլատրվում էր, նա գնաց եւ հանեց այդ տակառը եւ իհարկե շատ ձեռագրեր արդեն խունացել էին, փոշիացել էին, բայց որոշ բաներ հնարավոր էր ընթերցել եւ հետագայում արդեն մասնագետները դրանք վերցանեցին եւ հետո ավելի ուշ տպագրվեցին։ Եվ կարծեմ երեխաներին եւս որոշ ժամանակահատվածով վստահել են Ռեգինային ձերբակալման 8 ամիս երեխաներին ինքն է պահել, որովհետեւ այդ ընթացքում այսպես իրեն էր վստահված երեխաներին պահելը, բայց հետո քանի որ իրեն անդադ ասում էին, որ Ռեգինա քո հետևից էլ կգան, հա, զգուշ եղիր, ինքը երեխաներին որոշեց հանձնել Իզաբելայի մորը, Աննա տատիկին, եւ ինքը պիտի մեկներ հենց այդ ժամանակ Մոսկվա ուսանելու։ Եվ այդպիսով ավագ դստերը իհարկե տատիկը տվեց մանկատուն, մի որոշ ժամանակ մանկատանը մեծացան, փոքրին Անահիտին պահեցին։ Այս համագործակցությունը նոր չէ եւ էլի եղել են Չարենցի տուն թանգարանում ցուցահանդես, ճիշտ գիտեմ, թե առաջին անգամ է։ Այս երկու թանգարանների միջև առաջին անգամ է համագործակցությունը։ Շատ լավ։ Եվ շարունակական կլինի արդյոք թե ոչ։ Անպայման, ես մեկ անգամ եւս նշեմ, որ մենք շատ կարեւորում ենք միջթանգարանային համագործակցությունը եւ նաեւ քանի որ թանգարանը գտնվում է Աբովյան քաղաքում, մենք ամեն կերպ փորձում ենք մարզային մշակութային գործունեությունը զարգացնել, կրթական գործունեությունը, որպեսզի մարզում ապրող մարդիկ կարողանան ավելի հաճախ այցելել եւ հաղորդակցվել մշակութային արժեքների հետ։ Կամ բացառիկ նմուշներ, որոնք այս օրերի ընթացքում հասանելի կլինեն արդեն թանգարան այցելողներին։ Իհարկե բոլոր նմուշներն էլ բացառիկ են, այսպես չեմ կարող առանձնացնել, հա, որ մեզ համար շատ կարևոր է յուրաքանչյուր նմուշ, որովհետև դրանք պատմություն են, դրանք ներկայացնում են մեր մշակութային ժառանգությունը, մեր պարագայում մասնավորապես Չարենցի կյանքը, նրա գրական գործունեությունը եւ յուրաքանչյուրը իր տեղը ունի, որովհետև հետազոտության արդյունքում շատ բաներ են բացահայտվում, որ մենք կարող ենք դրա շրջանակում որևէ պատկերացում կազմել այս կամ այն ժամանակաշրջանի հետ, պատմության հետ կամ որևէ իրողությունների հետ, հետևաբար այսպես առանձնացնել չեմ կարող։ Բոլորը բացառիկ են թանգարանում եւ այս պահին Չարենցի տուն թանգարանում գործում է ժամանակավոր ցուցադրություն, որը բացվել է իր ծննդյան օրը եւ այն կտևի մինչեւ մայիսի վերջ։ Այդտեղ խորագիրն է ճամփորդական հուշեր Իտալիա եւ այդտեղ ներկայացվում են այն բոլոր հուշերը, կլինեն դրանք կտավների ձևով, կլինեն ուրեմն անձնական իրերի ձևով կամ գրքերի եւ այլն, ներկայացվում է այդ հուշերը Չարենցի, որովհետեւ ինքը ուղիղ 100 տարի առաջ փետրվար-մարտ ամիսներին ճանապարհորդել է Իտալիայում, եղել Հռոմում, Վենետիկում եւ թանգարանը այս տարի նաեւ նշեց հենց իր ճանապարհորդությունների 100-ամյակը նաեւ։ Իսկ բացի Չարենցյան թեման, արդեն մարդիկ կարողանան այցելել հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան, որը ինքը բացահայտում կլինի մարդկանց համար։ Ինչ են այնտեղ տեսնելու։ Ինչ են այնտեղ տեսնելու, այնտեղ տեսնելու են հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամություն, մշակութային կապերն արտահայտող մշակութային արժեքներ, թե կերպարվեստի նմուշներ, թե պատմական, դրամագիտական նյութեր։ Ամեն ինչ կապված է երկու ժողովուրդների համատեղ ապրած եւ գործունեություն ծավալած իրականության հետ։ Վերադառնալով Չարենցի տուն թանգարանին, շատ հետաքրքիր է, ասենք զբոսաշրջիկների այցեր շատ են լինում, որովհետև Չարենցը վաղուց հայկական իրականությունից դուրս է եկել իր հանճարով եւ Ես շատ կուզեի, որ այդ հարցին սրտանց պատասխանել այո, բայց ցավոք պիտի նշեմ, որ այդքան էլ շատ չի, ինչու, որովհետև ամեն դեպքում գրականությունը մի փոքր բարդ է։
հասանելի դարձնելու համար զբոսաշրջիկներին տարբեր լեզուներով, հա, այլ լեզուներով խոսող մեր հանրությանը, բայց ամենայնիվ, որպեսզի մենք Չարենց անունը հասանելի դարձնենք եւ իսկապես, ինչպես ասում ենք, որ նա համաշխարհային նշանակության մեծություն է, իսկապես այդպես լինի, մենք փորձում ենք իր ստեղծագործությունները թարգմանել տարբեր լեզուներով եւ արդեն այսօր ունենք Չարենցի գործերից թարգմանված անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն եւ նույնիսկ իր այսպես ստեղծագործություններից շատ կարևորներից մեկը, որով նրան ճանաչում են, հա, անկախ տարիքից Ես իմ անուշ Հայաստանի բանաստեղծությունը, որը թարգմանված է 35 լեզուներով, այնպես որ այդ համաշխարհայնացման, միջազգայնացման ճանապարհին Թանգարյանը դեռ շատ անելիքներ ունի եւ հետեւաբար զբոսաշրջիկներին դեռ գրավելու ժամանակ ունենք։ Այսպիսի արտահայտություն կա, ասում են, եթե Մուհամեդը չի գնում Սարի մոտ, Սարն է գալիս Մուհամեդի մոտ։ Եկեք հասկանանք, եթե մենք ունենք այսօր հնարավորություն, ես երկու թանգարանների համագործակցության շնորհիվ Չարենցյան այս նմուշները ժառանգությունը նաև ներկայացնել Հայաստանի սահմաններից դուրս, նույն Ռուսաստանի տարածքում, որտեղ շատ մեծ է հայկական համայնքը։ Այո, ռուս գրականության հետ առհասարակ Չարենցը շատ մեծ կապ ունի, նույն ինչպես կտավում, հա, պատկերված է Չարենցը եւ Մաքսիմ Գորկին, կամ Չարենցի աշխատասեղանին մշտապես դրված է եղել Պուշկինի լուսանկարը, կամ հիմա այսօր Թանգարանում պահվում է Մայակովսկու մահաքանդակ, այսինքն այս բոլոր իրերը, նմուշները ցույց են տալիս Չարենցի եւ ռուս մշակույթի գրականության հանդեպ կապը, հետեւաբար գուցեև առաջիկայում քննարկենք նաեւ ցուցահանդեսների մասին կազմակերպելու։ Արդեն հենց այնտեղ։ Ինչը շատ ավելի լավ կլինի նաև հասանելի կդարձնի այնտեղի մեր ապրող, հա, հայրենակիցներին եւս մեկ քայլ շփում դեպի Չարենցյան այդ մեր ժառանգության հետ։ Դա եթե այսօր այցելու կա Թանգարանում, հա, թանգարաններ երկուսում էլ, ինձ թվում է միշտ առաջինը ինչի վրա են ուշադրություն դարձնում, որտեղ յուրաքանչյուր մարդ ինդիվիդուալ է եւ իր տեսակով է հասկանում տվյալ գրողին կամ տվյալ համագործակցության պատմությունը։ Առհասարակ թանգարանային այցելուները միշտ առաջին ուշադրություն են դարձնում ու հարցնում են որն է ամենահին ցուցանմուշը, որն է ամենանոր ցուցանմուշը, միշտ այդպիսի հարցադրումներով են մոտենում։ Իսկ Չարենցի տուն թանգարան։ Չարենցի տուն թանգարանում երևի ավելի շատ հետաքրքրում է տունը, որտեղ ապրել է, որովհետև դա այդտեղ մարդիկ առանձնահատուկ զգացողություններ են ունենում եւ դա կարծես համարվում է այդ թանգարանի այցեքարտը, որովհետեւ ամեն ինչ պահպանված է այնպես, ինչպես իր կենթանության օրոք է եւ այդ ամբողջ շունչը թե Չարենցի, թե իր ընտանիքի այդտեղ է պահպանված եւ երբ պատմում ենք, որ հենց այնտեղից է իրեն այսպես կալանավորել, հա, տարել եւ ընդհանուր պատմությունը, թե տունը ինչպես է ձեռք բերել Չարենցը եւ հետագայում այդ տունը ինչպես է վերածվել Թանգարանի, բավական շատ մեծ զգացողություններ է արթնացնում այցելուների մոտ։ Զգացողությունների հետ կապված մեզ մոտ էլ միշտ կարծես քաղաքական առումով են մարդիկ միշտ մտնում թանգարան, մտածում են հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամություն եւ այլն, բայց երբ ծանոթանում են թանգարանում ցուցադրվող նմուշներին, թե օրինակ կապը Սպենդիարյանի եւ Լերմոնտովի միջև Պուշկինի եւ Վարդգես Սուրենյանցի, որ Պուշկինի Բախչիսարայի շատրվան նկարազարդել է Վարդգես Սուրենյանցը, մեծ զարմանք են ապրում ու ավելի հիացած դուրս են գալիս թանգարանից։ Մենք մաղթում ենք այս երկու հրաշալի համագործակցությանը շատ երկար ճանապարհ ու որպեսզի այն ինչ որ մտածեցինք, հա, որ հետո սահմաններից դուրս գա Հայաստանի, այս նմուշները նաև հասանելի լինի բոլորի համար, թող դա իրականություն դառնա եւ շատ այցելներ, հատկապես ես կարծում եմ շատ կարեւոր է այստեղ նոր սերունդը գա, երիտասարդները, որպեսզի ավելի մոտ լինեն գրականությանը եւ պատմությանը։ Այնպես որ շնորհակալություն ձեզ այս կարեւոր նախաձեռնության համար։ Ձեզ ուզում եմ նվիրել արև բացիկները, որոնք ունեն յուրահատկություն, այսինքն այստեղ միշտ շատ հայտնի բանաստեղծներից կամ երգերից ֆրազներ են։ Ցավոք սրտի իմ ձեռքում չկա Չարենցի տողերով, բայց կա Սահյանի եւ Տերյանի տողերով։ Սահյանից ես ինչ որ մեկին զրկել եմ քեզնից, դու ինչ որ մեկին զրկել ես ինձնից, եւ Տերյան քո աչքերի դեմ իմ աչքերը կույր։ Այս բացիկները նախատեսված են սիրելի մարդկանց ծաղիկների հետ միասին նվիրելու։ Այնպես որ սա ձեզ։ Շնորհակալություն շատ։ Դեպ նշեմ, որ Չարենցը Տերյանին համարել է իր նախահայրը գրական, այնպես որ ես
վստահ եմ, որ Իսկ մեր այո։ այցելուները կարող են գալ հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան եւ տեսնել Վահան Տերյանի դիմաքանդակը։ Տեսնեք, ոչ մի բան հենց այնպես չի լինում։ Եվ քանի որ ոչ միայն թանգարանում եք կարողանում ապահովել այդ տրամադրությունը, համոզված եմ, որ տանը խոհանոցում նույնպես համեղ պատրաստում եք սիրելիների ու հարազատների համար։ Ուզում եմ ձեզ նվիրել Տրամոնտինա բրազիլական բրենդի խոհանոցային պարագա, որը ունի յուրահատկություն հատուկ ծածկույթի շնորհիվ վրան չի հավաքում թունավոր բակտերիաները։ Սա շատ կարևոր է ընտանիքի հոգ տանելու համար, սա ձեզ մի փոքր թեթևացնելու համար ձեր խոհանոցային առօրյան։ Շնորհակալություն ձեզ։ Հաջողություններ Մենք ենք ենք շնորհակալ։ Կլինիկ Արճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք առաջին ծրագիրը։